Լայն բացվածքով եւս մեկ խոշոր քայլ ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի։ Կովկասում առաջնորդ ինքնահռչակված Ալիևը այս անգամ էլ Թուրքիայի հորդորով եւ աջակցությամբ որոշել է փոխել Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանը, որտեղ նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրով։ Միլի մեջլիսական падգամավորները քննարկում են հանել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները Նախիջևանի սահմանադրությունից։ Նոր տարբերակ են առաջարկում ադրբեջանցիները։ Ուզում են, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դառնա Ադրբեջանի անբաժանելի մասը։ Մոսկվայի պայմանագրի չեղարկումը երրորդ կետի հանգամանքը կար Նախիջևանի վերաբերյալ, որտեղ թուրքական կողմը պահանջում էր, որպեսզի նա ունենար ինքնավարություն։ Հիմա այդ ինքնավարության հանգամանքը դուրս է գալիս եւ ուղղակի դառնում է Ադրբեջանի տարածք։ Դրա նաև գլոբալ համատեքստը կա, որը կարող է նաև ռետրոսպեկտիվ էֆեկտ ունենալ հենց Ադրբեջանի համար, որտեղ տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոն ըստ էության հենց 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով էր պայմանավորված։ Հիմա եթե տարածաշրջանի պետությունները հրաժարվում են 1921 թվականին հաստատված ստատուս քվոից, ապա նոր ստատուս քվո հաստատելու համար պետք է ժամանակ եւ ռեսուրսներ։ Պատմական մեկ ակնարկ պատմաբանից 1924-ին ստեղծված Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը Ադրբեջանի ԽՍՀ կազմում ինքնավարություն էր նաև հայերի համար, եւ պատահական չէ, որ Նախիջևանի հանրապետության դրոշի վրա բացի ռուսերենից ու ադրբեջաներենից գրված էր նաև հայերեն։ Դա ինքնավարություն է նաև հայերի համար։ Եթե դա վերանում է այդ ինքնավարությունը, Թուրքիան տալիս է իր համաձայնությունը, ըստ երևույթին Ռուսաստանին էլ բանի տեղ չեն դնում, եւ հարցը փակվում է, դառնում է ուղղակի զուտ տարածք։ Տարածաշրջանի երկրները որոշել են, որ տարածաշրջանի հարցերը բացառապես լուծվելու են այս տարածաշրջանում եւ Ռուսաստանը հատկապես պետք է տարածաշրջանային հարցերի միջամտելու հնարավորություն չունենա։ 1921-ի Մոսկվայի պայմանագրի 3-րդ կետի համաձայն Ադրբեջանը Թուրքիայից ստացավ Նախիջևանը պայմանով, որ այն 3-րդ կողմին զիջելու իրավունք չուներ։ Այս դեպքում 3-րդ կողմ ոչ միայն Ռուսաստանն էր, այլ նաեւ Իրանը։ Դա արված է նաեւ Իրանի դեմ, որտեղ վերջերս Իրանը մի քանի անգամ տարբեր մակարդակներով հայտարարեց, թե եթե Ռուսաստանը հրաժարվում է Նախիջևանից, մենք Նախիջևանը հանձնել ենք իրեն Թուրքմենչայի հաշտության պայմանագրով։ Ուրեմն մենք էլ կվերադարձնենք Նախիջևանը, այնպես որ Ադրբեջանը որևէ փորձ չկատարի այն փոխանցելու Թուրքիային։ Ընթացքում հետևողականորեն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները փորձել են նաև սահմանափակել Նախիջևանի հետ կապված բոլոր հնարավոր ինքնավարության դրսևորման ձևերը։ Ալիևի Նախիջևանի ինքնավարության դե ֆակտո վերացման ճանապարհով գնալն ըստ փորձագետ վերլուծաբանների ուղիղ կապ ունի նաև Արցախի հետ։ Կրտսեր Ալիևը այդ կերպ վերացնում է ապագայում ինքնավարության որևէ կարգավիճակի քննարկումը։ Հասել են այն համաձայնության, որ Հայաստանը եւս փաստացի հրաժարվում է Արցախից, բնականաբար լիարժեքորեն նաեւ Արցախի նկատմամբ իր իրավունքը հաստատելու քայլ է նշանակում եւ մեկ քայլ էլ ավել կապված արդեն Նախիջևանի։ Առաջին քայլով նրանք ստեղծեցին այսպես տնտեսական գոտիներ, Ադրբեջանի տարածքը բաժանեցին տնտեսական գոտիների կամ շրջանների, որտեղ այլևս ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն ուղղակի գոյություն չունեցավ։ Թուրք-ադրբեջանական տանդեմ այս անգամ էլ շահեկան դիրքերում հայտնվեց, օգտվելով տարածաշրջանում լարված իրավիճակից։ Իրանը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարցով թաղված է մինչև ծնկները, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմն էլ անորոշ ձգվածություն ունի։ Չնայած ըստ փորձագետ վերլուծաբանների վերջին տարիների Ռուսաստանի դիրքորոշումն անհասկանալի է դարձել։ Հայաստանի հյուսիսային հարևանն ու դաշնակիցը ըստ քաղաքագետների հայտնվել է զիջողական դիրքերում եւ դժվար թե Ադրբեջանի վերջին սրընթաց որոշումներին կարողանա էական հակազդեցություն ունենալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։